Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շվեյցարիա։ Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում նա կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավերով վարչապետը փաստաթուղթը կստորագրի իբրև հիմնադիր անդամ։ TRIPS զարգացման ծրագիրը դեռևս հայտարարությունների փուլում է եւ չունի պարտադիր իրավական ուժ, մինչեւ չգրվեն ու խորհրդարանը չհաստատի համապատասխան համաձայնագրերը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ստանում է փոխադարձ առավելություններ, օրինակ բերելով բենզինի եւ ծորենի ներկրման գների նվազումը։ Փաշինյանը ԱԺ-ից հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։ Ըստ նրա, սա տարածաշրջանային տնտեսական նոր իրողություն է, որը բխում է խաղաղության օրակարգից։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Վարչապետը նաև մանրամասներ է հայտնել ապաշրջափակման գործընթացից, նշելով, որ նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնագետները համատեղ վերաբացման նպատակով ուսումնասիրել են երաշխ-սադարակ երկաթուղու վիճակը։ Հայտարարությունը երկու կառավարություն է։ Շնորհակալ եմ։ 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանած Հայաստանի վարչապետը այսօր փորձել է համոզել, որ ամսական միջինը 35,000 դրամ թոշակ ստացող մի քանի 100,000 տարեցների թոշակը չբարձրացնելը նույնքան արդարացի է, որքան ամսական 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարին տարեվերջին 7-ից 9 միլիոն դրամ պարգևավճար տալը։ Իր կաբինետի անդամների միլիարդավոր դրամների պարգևատրումները Նիկոլ Փաշինյանը բացատրում է չկոռումպացված պաշտոնյաներ ունենալու ցանկությամբ։ 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել։ Սա այսքան տխուր չէր լինի իհարկե, եթե նույն օրերին դուք չհայտարարեիք, պարոն Փաշինյան, որ մեր տատիկներին եւ պապիկներին, թոշակառուներին 10,000 դրամ չեք տալիս, որովհետեւ իրանք չգիտեն այդ 10,000 դրամը ոնց ծախսեն։ Պետական պաշտոնյան պետք է լինի գերկենտրոնացած իր աշխատանքի վրա եւ զերծ որևէ կողմնակի ազդեցությունից, զերծ որևէ կողմնակի ազդեցությունից։ Թալանացը ձեզանից հավաքել ենք եւ բաշխել ենք թալանացի 0.00 թալանացից հավաքածի 0.000.1%-ը հավաքել ենք եւ բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա, որովհետեւ մենք մեր սեփական միշիկը չունենք ու չենք ուզում ունենանք, որ մտնի պաշտոնյաներին բան անի, ծրարով փող տա։ Թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Բա դուք եկել եք թալանածը հավաքեք, որ ժողովրդին տալի, թե պարգևավճար ստանայիք։ Սա ուղղակի աբսուրդ է։ Հետո այնտեղ խոսք է գնում ծրարների մասին եւ այլն։ Եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչ եք դուք նույնը անում ուղղակի պետական բյուջեից։ Այսինքն խնդիրն այն էր, որ ծրարով թաքուն չտրվեր, այլ պետական բյուջեից դա գնար, եւ հետո այնտեղ ասվում է Միքայել Մինասյան եւ այլն, ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց մինչեւ այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք դա դուք եք։ Դա ես պետք է արձանագրեմ։ Իսկ եթե կարողանաք ապացուցել, որ ես իմ գործընկերները երբևէ իրենց կյանքում 10 դրամ ծրարով ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ, կարծում եմ դա ձեզ շատ դուր կգա, հետեւաբար կարող եք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց ընդհանրապես ես ուզում եմ շատ ավելի խորքային նայել։ Ես մի երկրի падգամավոր եմ եւ դուք էլ մի երկրի կառավարություն եք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է։ Մենք այդ երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության զբաղվող, վերացմամբ զբաղվող համակարգը, որովհետև պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։ Սա ներդրում է այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Մի քանի, որովհետև այդ ինչ եք կներեք արտահայտությունից դուրս տալիս։ Ինչ է նշանակում ապացուցված դեպք կա, որ միշիկը այն ծրավոր գլուխը միշիկն էլա պատին տվել, ասողն էլա պատին տվել, կասկածողն էլ հետնա պատին տվել։ Իսկ ինչ
ասում եմ գլուխը պատինա տվենա, ով տենց բան է ասում։ Ով որ տենց բան է ասում, ասում եմ դուս չտակ։ Չհամարցակվեք դուս տալ։ Չհամարցակվեք դուս տալ։ Բառից բուն իմաստով։ Եվ ինչ վերաբերում է ծրարով փողերին, ես գիտեմ, որ դրանց հետ կապված հարուցված քրեական գործեր кан, ես դա քննելու կարիք չունեմ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները կքննեն եւ կտան անհրաժեշտ պատասխաններ։ МИДу России поручено изучить поступившие к нам документы. Ռուսաստանը պատրաստ է սառեցված միջոցներից խաղաղության խորհրդին $1 միլիարդ հատկացնել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռավար ձևաչափով անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ընթացքում Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը եւ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ուսումնասիրել առաջարկը։ Теперь по поводу Гренландии. Անդրադառնալով Գրենլանդիայի եւ ԱՄՆ-ի միջև ցակած հարցին, Դաշնության նախագահը նշել է, որ դա Ռուսաստանին չի վերաբերում։ Մեջբերում Դանիան միշտ խիստ է վերաբերվել Գրենլանդիային, կարծես այն գաղութ լինի։ Քրդական ընդվզումների ալիքը հետզհետե ծավալվում է Սիրիայից մինչև Թուրքիա։ Քրդական դիմադրության ուժերը հրաժարվում են վայր դնել զենքը եւ շարունակում են պայքարը պարբերաբար խախտվող հրադադարի պատճառով։ Էրբիլում ցուցարարները հեռացրել են Թուրքիայի դրոշը հյուպատոսության շենքից, իսկ Փեշմերգայի ստորաբաժանումներն ու Շենգալի եզդի կամավորները հատել են Իրաք-սիրիական սահմանը, միանալու Ռոժավայի պաշտպանությանը եւ կանխելու հնարավոր նոր ցեղասպանությունը։ Երեկվանից իրավիճակը ծայրահեղսրվել է նաև թուրք-սիրիական սահմանամերձ բնակավայրերում, որտեղ հազարավոր քրդեր փորձում էին հատել սահմանային արգելապատնեշները ի աջակցություն Սիրիայում իրենց հայրենակիցների, ինչը վերածվել է բախումների թուրքական ուժերի հետ։ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակտիվ քննարկումների մեջ է Պուտինի եւ Զելենսկիի հետ, համոզմունք հայտնելով, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերջ տալ այրունահեղությանը եւ հասնել վերջնական համաձայնության։ Թրամփը նշել է նաեւ Զելենսկիի հետ հանդիպելու մտադրության մասին, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է, որ նա շարունակում է մնալ Կիևում։ That goes for both of them. ԱՄՆ նախագահը բավականին կտրուկ է արտահայտվել, նշելով, որ առաջնորդները հիմար կլինեն, եթե չօգտվեն համաձայնության գալու պահից, քանի որ հաճախ երբ կողմերից մեկը պատրաստ է գործարքի, մյուսը հրաժարվում է։ Հիշեցնելով Զելենսկիի դիրքորոշման հետ կապված իր նախկին դժգոհությունը, Թրամփը հորդորել է գտնել բարդ հավասարակշռությունը եւ վերջ տալ ահռելի կորուստներին, նախազգուշացնելով, որ այս հնարավորությունը ձեռքից բաց թողնելը կլինի ծայրահեղ անխոհեմ քայլ երկու երկրների համար էլ։ Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր սկանդալային ելույթից հետո Թրամփը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ եւ անդրադարձ կատարել տարածաշրջանային հակամարտություններին։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ցանկանում է միավորել Եգիպտոսի եւ Եթովպիայի առաջնորդներին, լուծելու վերածննդի մեծ ամբարտակի շուրջ ցակած վեճը։ Այս նախագիծը Եգիպտոսը եւ Սուդանը դիտարկում են լուրջ սպառնալիք ջրային կենսական պաշարների համար։ Ուստի Թրամփը պատրաստակամություն է հայտնել միջնորդել կողմերի վերջնական համաձայնության հասնելու համար։ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակային փաստաթղթի ձևավորման մասին։ Այս առաջընթացի արդյունքում Միացյալ Նահանգների նախագահը չեղարկել է եվրոպական որոշ երկրների դեմ աքսատուրքեր սահմանելու իր որոշումը, որոնք ըստ նրա նախնական հայտարարության պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից։ Գործարքի շուրջ քննարկումներն ընթանում են Արկտիկայի անվտանգության ամրապնդման ուղղված բանակցությունների ֆոնին։ Թե վերլուծաբանները նախազգուշացնում են, որ կղզու ցանկացած բռնի ձեռքբերում կարող է կործանարար լինել ՆԱՏՕ-ի համար։ Հնդկաստանում ագրեսիվ փիղը մի քանի օր է չի հանդարտվում եւ արդեն սպանել է մոտ 22 մարդու։ Իշխանությունները Ջարխանդի մարզի բնակիչներին հորդորել են հեռու մնալ անտառներից։ Վերջին 5 տարում Հնդկաստանում շուրջ 2800 մարդ է զոհվել փղերի ագրեսիվ վարքի պատճառով։